Բարև ձեզ, ես Արամն եմ Ազատազենից, այսօրվա թվանքի հաղորդման եթերում ունենք շատ հետաքրքիր զենք, որը կոչվում է ՉԶ457։ Զենքը չեխական արտադրության է, գիտեմ, որ զենքով հետաքրքրվող բոլոր մարդիկ կիմանան ЧԶ ընկերության մասին, արդեն աշխարհահռչակ ընկերություն է, շատ վաղուց շուկայի մեջ է և արտադրում է շատ բարձր որակի զենքեր։ Մասնավորապես այսօրվա զենքի մասին։ Համարվում է սպորտային զենք, հայտնի է իր բարձր ճշգրտությամբ և կոնկրետ այսօրվա զենքը հիմնական իր առավելությունը, բացի նրանից, որ ունի շատ լավ փող ու փակաղակային համակարգ, ունի նաև MDT-ի շասի, որը առանձին բավականին բարձր որակ է ապահովում զենքի ճշգրտության մեջ։ Ուրեմն սկսենք զենքի, այսպես ասած, կառավարման համակարգերից։ Ինքը համարվում է bolt action տիպի զենք, ունի սողացող փակաղակ 60 աստիճան շրջադարձով, այսինքն զենքը լիցքավորելու համար փակաղակի շարժը հասցրած է մինիմալի։ Բացի դրանից, փակաղակի ետնամասում տեղակայվում է զենքի ապահովիչը, որը աշխատում է միայն լիցքավորված վիճակում։ Երբ որ ապահովիչի կոճակը հետ ենք քաշում, տեսնում ենք սպիտակ կետ, այսինքն զենքը չի կրակում։ Բրդում ենք առաջ, կարմիր կետ և զենքը կրակում է։ Ձգանը կառավարվող է, կարելի է ձգանի ազատ քայլը կարգավորել, ինչպես նաև ձգանի քաշը։ Երկու բառ խոսենք շասիի մասին։ Ուրեմն MDT-ի LSS RF մոդելն է, MDT-ն հապավումը բացվում է Modular Driven Technology բառերով, այսինքն իրենց շասիները արտադրելուց առաջին խնդիրը իրենց առաջ դրված է եղել զենքի մոդուլյարության ապահովումը, այսինքն շասին հնարավորություն է տալիս հնարավորինս ձևափոխել զենքը, զենքի վրա ամրացնել ամեն ինչ, ինչ որ անհրաժեշտ է որակյալ կրակոցներ անելու համար։ Այստեղ ունենք կարգավորվող թշիկ, կարգավորվող խզակոթի երկարություն, այս մոդելի խզակոթը ծալվող չէ, ինչը ունի և առավելություն, և թերություն։ Առավելությունը կայանում է նրանում, որ խզակոթի մասում զենքը շարժվող դետալներ չունի, այսպես ասած իր լյուֆտերը մինիմալի են հասցված, խզակոթի երկարությունը կարգավորվում է հետևի մասում ներդիրների միջոցով։ Համապատասխան քանակի ներդիրներ դնելով կարող ենք երկարացնել մեր ուզած չափով կամ կարճացնել։ Հետևի մասում կա ռետինից փափուկ մաս, չնայած այս զենքերը ուժեղ հետհարված չունեն, բայց սա ևս մի քիչ թեթևացնում է այդ չեղած հետհարվածը։ Ուրեմն բուն զենքի մասին, փողը ծանր փող է համարվում, սպորտային, փամփշտանոցը նույնպես պատրաստված է մաքսիմալ ճշգրտությամբ, էլի match grade փամփշտանոց ունի, փողը նաև ակոսներով է, որը թույլ է տալիս զենքին ավելի արագ հովանալ, կարելի է ավելի շատ կրակել առանց փողը տաքացնելու։ Այս մասում ունենք տարբեր տեսակի փողաբերանի արգելակներ տեղադրելու հնարավորություն։ Այս պահին զենքի վրա ունենք BRT ֆիրմայի արտադրության փողաբերանի արգելակ, ճիշտն ասած այս զենքից դեռ չեմ կրակել, բայց ինձ թվում է իրան բավականին լավ կդրսևորի։ Զենքի վրա ունենք Vortex Crossfire տեսակի օպտիկական նշանոց, որը այս զենքի համար բավականին լավն է։ Նշանոցը տեղադրված է զենքի վրա եկող 25 մոա թեքությամբ պիկատինի ռելսի վրա,
ինչը եւս համարվում է զենքի առավելություններից մեկը, որովհետեւ թույլ է տալիս բավականին հեռու կրակոցներ անել իր թեկության հաշվին, ու այս պահին զենքի տակ կան UTG տեսակի ոտիկներ, որոնք բավականին ամուր են, ունեն տարբեր անկյունների տակ ֆիքսելու հնարավորություն ու բավականին մեծ երկարության կարգավորման դիապազոն։ Այսինքն սա մեզ հնարավորություն կտա տարբեր դիրքերից զենքով հարմար կրակոցներ անելու համար։ Այսքանից բացի զենքի հիմնական երկարությունը 1010 մմ է, զենքի փողի երկարությունը 525 մմ է, այսինքն 20 դյույմ, չափերով բավականին կոմպակտ զենք է, քանի որ 22 LR փոքր դրամաչափ է, զենքը նույնիսկ այս հաստ ստվոլով ծանր չի ստացվում, այսինքն ինքը ոչ միայն սպորտային զենք է, կարող է ծառայել նաև այլ նպատակներով, օրինակ որսի համար կամ ուղղակի մարզվելու համար։ Զենքը ունի 5 փամփուշտ տանող փամփշտատուփ, բավականին հարմար ատրճանակային բռնակ։ MDT-ն ունի 22 LR-ի համար նախատեսված շասիի այլ մոդել, որտեղ այս ատրճանակային բռնակը ուղղահայաց է, այսինքն սպորտային կրակոցներ անելու համար ձեռքդ մի քիչ ավելի հարմար դիրքում է նստում, բայց սա ընդհանուր օգտագործման համար կարծում եմ ավելի հարմար տարբերակ է։ Զենքի մասին այսքանը։ Հիմա գնանք խումբ կրակենք ճշտադրման տեղամասում, ինչից հետո կգնանք 22 LR-ի համար նախատեսված տեղամաս, կփորձենք մինչև 200 մետրի վրա այս զենքով աշխատել, տեսնենք իրեն ոնց է դրսևորում։ Հիմա ճշտադրման տեղամասում ենք, ունենք երկու տեսակի փամփուշտ, մեկը գերմանական Gecko ֆիրմայի գերձայնային փամփուշտներ են, երկրորդը չեխական Seller Bello-ի փամփուշտներն են, Subsonic, երկուսն էլ 40 գրեյնանոց գնդակներով։ Երկու խումբ ենք կրակելու, տեսնենք որն է ավելի լավ հավաքում։ Զենքը ճշտադրված է գերձայնային փամփուշտներով։ Այս պահին լիցքավորված են Gecko-ները, այսինքն գերձայնայինները, եւ կարող ենք սկսել։ Կրակեցինք 5 փամփուշտ գերձայնայիններով, հիմա կլիցքավորենք Subsonic-ները եւս 5 հատ, կկրակենք արդեն ուրիշ կետի։ Ենթադրում եմ, որ սրանք մի քիչ ավելի ցածր են գնալու արագության պատճառով, բայց այս փողով ու այս փակաղակային համակարգով պետք է որ էլի շատ լավ խումբ հավաքի։ Վերջ, գնանք նայենք։ Subsonic-ները ոնց որ մի քիչ շատ ցրեց, չգիտեմ իմ կրակելուց էր թե զենքը DTK-ով է, կարող է արագությունը պետքեղածից մի քիչ շատ է իջացնում, բայց գերձայնայինները ավելի լավ են գնացել։ Այսա գնանք
կանոն ունենք, բայց մոտներս։ Ուրեմն սրանք մեր գերձայնային փամփուշտներն են, սրանք սաբսոնիկներն են։ Այստեղ եթե կենտրոններով նայենք կես մոայից քիչ ունենք, ավելի ճիշտ հենց կես մոա էլի։ Այստեղ արդեն եթե ես մի հատը հավանական է իմ կրակելուց է եղել խնդիրը, որ ծուռա գնացել, հաշվի չառնենք, էլի կես մոայի մեջ տեղավորվում է։ Այստեղ կես մոան սև գիծն է, չէ՞։ Էլի 0.5 է դրած։ 0.5։ Շատ լավ։ Թույն զենքը։ Իջնենք 22 LR-ի տեղամաս, փորձենք արդեն միջև 200 մետր դիստանցիայի վրա աշխատել, բայց արդեն գերձայնայիններով կկրակենք։ Ինձ թվում է սաբսոնիկները մի քիչ իմաստ չունի հեռավորության վրա։ Ինչ ես կարծում, ընկեր Անդրեան, փորձենք սաբսոնիկներով էլ։ Լավ։ Ինչքան էր սրա, 50 մետր է, չէ՞։ Ուրեմն լիցքավորենք 5 փամփուշտ, եկել ենք 22 LR-ի տեղամաս։ Այստեղ 22 LR-ի համար նախատեսված, մրցումների համար նախատեսված թիրախների շարք ունենք։ Փորձենք այդ շարքի թիրախները խոցել, հետո կփորձենք ավելի հեռու կրակել։ Հասկանանք այս զենքը ինչի է ընդունակ։ Մեծից սկսում եմ, Անդրեան։ Աչից ձախ ու գնանք դեպի փոքրը։ Փամփուշտները ավելացնենք մի քիչ։ Որի վրա մնացինք։ Աչից 5 հատ ես կրակել։ 3 հատ մնաց, չէ՞, այն վերջինն էլ։ Հիմա ձախից երրորդը։ Ձախից երկրորդը։ Ու վերջինին փորձենք։ Ոնց է։ Ես չգիտեմ, զարմացրեց։ Շատ լավն է։ Սրանից ավելի լավ արդյունք պրոստը դժվար է էլի պատկերացնել։ Ունել որ այս փամփուշտների մասին մի քիչ վատ կարծիքներ ենք լսել, բայց ոնց որ փամփուշտն էլ է իրան իդեալական պահում։ Հիմա մի հատ 100 մետր փորձենք, հետո 150-200։ Փոքր թիրախներին կպնելուց հետո դրանք պետք է որ հանգիստ խոցվեն։ 90 մետրի թիրախների շարքի վրա աշխատենք։ Հա, մեծից փոքր գնանք։ Այդ 3 հատ կապույտը։ Մի հատ կրկնենք այս վերջինը։ Հիմա փորձենք 150 մետր։ Ասած այս զենքի բալիստիկ տվյալներին ծանոթ չենք։ Հենց աչքաչափով ենք կրակում, բայց ոնց որ
Զենքը մեզ օգնում է, էլի, ուր պետք է այնտեղ է կրակում։ Գիտես չէ 150 մետրի թիրախների տեղը։ Այն հետևի թումբն է, հա։ Ահա 150 մետրի բոլոր թիրախներն է խոցեցինք։ Փորձենք 200 մետրը։ Բայց իսկականից զենքը որ շատ լավ է աշխատում, էլի։ Որ ինչքան հնարավոր է ստաբիլ կրակում է։ Երկու 200 մետրը վերջին հովաթումբն է, ամենահեռու։ Մի քիչ վերև կպավ։ Մի հատ փորձենք աջ կողմի փոքրը։ Մի հատ էլ փորձենք ձախ կողմի տակի փոքրը։ Վերջ։ Ուրեմն զենքը իրոք շատ լավն էր։ Փոքր դրամաչափերով ճշգրիտ հրաձգության մրցումների մասնակցել ցանկացող, ընդհանուր փոքր դրամաչափով մարզվել ցանկացող մարդկանց խորհուրդ կտամ աչքի տակ ունենալ։ Ես այս կարգի արդյունք ճիշտն ասած չէի սպասում։ Հիմնականում մարզվելու համար շատ լավն են այս զենքերը, որովհետև հետ հարվածը շատ քիչ է, չի խանգարում կրակելու ժամանակ։ Սրանցով կարելի է շատ լավ սովորել ձգանի հետ աշխատել, օպտիկայի հետ աշխատել, օպտիկայի նշանառության սանդղակով աշխատել, զենքի ճիշտ բռնվածք եւ այլն։ Այսքանը այս զենքի մասին։ Զինվեք, մարզվեք, արդեն ավանդական ձևով դարձեք ազատազեն, դարձեք մեր համայնքի անդամ։